Ֆինանսաբանկային համակարգն այսօր գործում է ամեն օր այլակերպող տնտեսական միջավայրում։ Տեխնոլոգիական զարգացում, հաճախորդների փոփոխվող վարքագիծ, շուկայի նոր պահանջներ եւ անկայուն աշխարհաքաղաքական իրադրություն։ Ինչ ռազմավարությամբ է առաջնորդվում Ֆաստբանկն ու ինչպես է արձագանքում նոր մարտահրավերներին։ Այս մասին այսօր կզրուցենք Ֆաստբանկի ֆինանսական տնօրեն, տնօրինության անդամ Գոհար Հարությունյանի հետ։ Տիկին Հարությունյան, ողջույն։ Բարև ձեզ։ Ֆաստբանկը վերջին տարիներին արագ աճ է գրանցել, որոնք են այդ աճի հիմնական գործոնները։ Իրականում բանկը մեկ լավ գաղափարի կամ լավ որոշմամբ չի աճում, դրանք հարյուրավոր փոքր, բայց ճիշտ որոշումների արդյունք են, որ մենք ամենօրյա կտրվածքով իրականացնում ենք, կայացնում ենք։ Միայն ճիշտ ռազմավարությունը բավարար չէ, պետք է նաև ճիշտ մտածողություն, թիմ, մշակույթ, տեխնոլոգիաներ։ Իմ կարծիքով մեր ամենամեծ ուժը դա մեր մտածողության մեջ է, ոչ թե սովորական մտածողություն, այլ տեխնոլոգիական մտածողություն։ Ես երկար ժամանակ աշխատել եմ ավանդական բանկերում եւ տեսել եմ, որ ծրագրավորողները եւ բիզնեսի մարդիկ դրանք տարբեր ֆրոնտերում աշխատող մարդիկ են, իսկ մեր բանկում իրենք միասին են որոշում կայացնում, միասին են աշխատում։ Երբեմն նույնիսկ կատակում եմ, թե ես ավելի շատ ինձ IT ընկերությունում եմ պատկերացնում։ Ամենաուժեղ մեր կետը դա մեր սեփական ծրագրային լուծումն է։ Մենք ինքներս ենք զարգացնում մեր core banking-ը, հա, եւ դա մեզ ճկունություն է տալիս արագության առումով։ Մենք արտաքին ծրագրավորման ընկերություններից կախված չենք, անդադ մենք կարողանում ենք զարգացնել մեր լուծումները եւ դա հենց մեր մրցակցային մեծ առավելություններից է։ Ֆաստբանկում երևի ամենամեծ բացահայտումը դա մջայլ մտածողություններ, հենց մանավանդ Scrum-ը, հա, դա մտածելակերպ է, փոքր քայլերով առաջ գնալ, արագ փորձարկել, չվախենալ, եթե ինչ-որ թերություններ կան, կատարյալ չեն ու անդադ կատարելագործվել, դա է մեր մտածողությունը ու Ֆաստբանկի համար դա հենց շատ կարևոր գործոններից մեկն է։ Եթե սպասես, որ կատարյալ լուծում կգտնես, հաստատ հետ կմնաս շուկայից։ 2025 թվականը մեր համար շատ կարևոր հեկումային տարի էր, մեր ակտիվները աճեցին 50%-ով, ավելի քան 50%-ով ու հատել են արդեն $1 միլիարդ։ Դա իհարկե հրաշալի արդյունք է, բայց նաև պատասխանատվություն է, ինչքան մեծանում է մեր բանկը, այնքան մարդկանց վստահությունն է ավելանում, այնքան մեր պատասխանատվությունն է մեծանում եւ պետք է պատասխանատվությունը ոնց որ արդարացնենք։ Դա մենք դիտարկում ենք որպես ավելի շատ պարտավորություն, ոչ թե ձեռքբերում։ Հենց սա էր մեր կախարդական այն բանաձևը, որ սկզբում ասեցի, դա մեր մտածողությունն է, առողջ աճի նկատմամբ մեր մոտեցումները, մեկ թիմում ծրագրավորողների հետ աշխատելու մեր մշակույթը, տեխնոլոգիաների, AI-ի հետ աշխատելու մեր ունակությունները եւ սեփական տեխնոլոգիական ճկունությունը, հա, ինչպես նաև թիմը ու մեր հաճախորդների մեծ վստահությունը, որ ավելի մեծանում է։ Տիկին Հարությունյան, ֆինանսական տնօրեն լինելուց զատ դուք հանդես եք գալիս որպես ֆինանսական ուղղվածություն ունեցող ընկերությունների գրոպ CFO։ Ինչ է փոխվել այդ մոդելի ներդրմամբ։ Եթե անկեղծ լինեմ, ես դա նոր դեր չեմ դիտարկում, դա մեր բնական շարունակությունն է։ Ես աշխատում եմ ֆինանսական ընկերությունների խմբում, ովքեր իրենց գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլ Միացյալ Թագավորություններում, Մալթայում, Հնդկաստանում, շուտով Ռումինիայում։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր բիզնես մշակույթը, իր հարկային պահանջները, բայց ֆինանսական կառավարման սկզբունքները, կարծում ենք, սահմաններ չեն ճանաչում։ Դա պատասխանատվությունն է, հաշվետվողականությունն է, ռիսկերի հանդեպ առողջ վերաբերմունքն է, որը չի տարբերվում, հա, երկրից կախված, դրանք մեր հենց այն արժեքներն են, որոնք մենք փորձում ենք բոլոր ընկերություններում նույն կերպ դնել ու երբ որ աշխատում ես տարբեր երկրների թիմերի հետ, տեսնում ես, որ նույն խնդիրը
տարբեր երկրներում տարբեր լուծումներ են գտնում եւ հաճախ հենց այդ 5 երկրների համեմատությունն էլ մեզ նոր լուծման է տանում։ Մենք ոչ թե կենտրոնացման ենք գնում, այլ յուրաքանչյուր ընկերության ինքնությունը այդ երկրի առանձնահատկությունները պահպանելով տանում ենք նույն խմբի, նույն պահանջների, նույն հովանու ներքո։ Տիկին Հարությունյան, կարող եք ներկայացնել ձեր հոլդինգի ֆինանսական հաբի գաղափարը եւ դրա նշանակությունն ու բանկի դերը։ Եթե մի պարզ ձևակերպում ասեմ, ծնվեց գաղափարը հենց նրանից, որ սկսեցինք մտածել, թե ինչու պետք է պրոֆեսիոնալ մասնագետը կրկնվող գործառույթների վրա մեծ ժամանակ ծախսի, եւ դա միայն ֆինանսական գործառույթների մասին չէ, ամբողջ խմբի աջակցող ստորաբաժանումների մասին է, ֆինանսներին, HR-ին, IT-ին, գնումներին եւ մյուս աջակցող գործառույթներին է վերաբերում։ Մեր նպատակը այդ գործառույթները ոչ միայն մեկ կետում կենտրոնացնելն էր, այլ իմաստը դրա այդ փոփոխությունները, այդ ունակությունները մեկ կետում հավաքագրելն էր։ Օրինակ, եթե Հայաստանի թիմը ստեղծել է բյուջետավորման արդյունավետ համակարգ կամ օրինակ եթե Մալտայի մեր թիմը ունի ավելի հաջող ծրագրային լուծում, մենք չենք ուզում, որ մյուս երկրներում գործող ընկերությունները զրոյից սկսեն այդ նույն process-ը։ Մենք ուզում ենք, որ արագ դա հասանելի դառնա ամբողջ խմբի համար եւ հենց դա է մեր հաբի կենտրոնի ձևավորման հիմնական տեսլականը, որ հաբը դառնա համագործակցության կենտրոն։ Fast բանկի անունը շատ խոսուն է։ Կասեք, ինչպես է արտահայտվում Fast-ը բանկի աշխատանքում, ինչպես նաև մտածողության մեջ։ Fast-ը մեր համար միայն արագություն չէ, Fast-ը մեր համար մտածելակերպ է, ճիշտ եւ ժամանակին որոշումներ կայացնելու ունակությունն է։ Ֆինանսիստները մի խնդիր ունեն, կամ շփազանց երկար ես մտածում ու կորցնում ես պահը, կամ էլ հապճեպ որոշում ես կայացնում ու կորցնում ես պահը։ Մեր համար Fast-ը հենց այդ հավասարակշռությունը պահպանելն է, արագ հավաքել փաստերը, արագ քննարկել, արագ որոշումներ կայացնել հստակ։ Կարծում եմ հենց ժամանակակից բանկում արագությունը րոպեներով կամ վարկի տրամադրման ժամերով չի չափվում, այլ չափվում է, թե ինչքան արագ կարող ես սովորել, ինչքան արագ կարող ես փոփոխվել եւ ինչքան արագ կարող ես հարմարվել իրականությունը։ Մեր համար արագությունը երբեք չի նշանակել հապճեպ լինել, այլ կարևոր է, որ ունենալ այնպիսի թիմ, այնպիսի որոշումների կայացման մշակույթ, որ կարողանանք արագ արձագանքել առանց վստահությունը կամ որակը կորցնելու։ Մեր նպատակը արագ արժեքներ ստեղծելն է, ու եթե դա մենք կարողանում ենք անել պատասխանատու ձևով, ուրեմն Fast-ը հենց մեր միայն անունը չի, այլ հենց մեր մշակույթն է, մեր մտածելակերպը։ Ինչպես է ապահովում բանկի ֆինանսական կայունությունը այս արագ աճի պայմաններում։ Դա ամենօրյա կարգապահ աշխատանքի արդյունք է, մեկ որոշմամբ դա չի որոշվում։ Ասում են, որ տենց ֆինանսական CFO-ն, միշտ ոչ ասող մարդ է, բայց անկեղծ ասեմ, ես իմ դերը այդտեղ բիզնեսը կանգնեցնելու մեջ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ իմ դերը այնտեղ, որ ասեմ այո, բայց այնպես, որ այդ որոշումը ճիշտ լինի նաև վաղը։ Օրինակ, եթե բիզնեսը ասում է, որ ես ուզում եմ ինչ-որ պրոդուկտներ դնել, առաջին մեր հարցը ինչու չի, այլ հարցում ենք, թե ինչպես կարող ենք դա անել այնպես, որ բիզնեսը շահի ու նաև ֆինանսական կայունությունը չտուժի, հա, մեր դերը հենց դա է։ Իսկ ֆինանսական կայունությունը մի քանի կարևոր գործոններ ունի, դա պլանավորումն է, բյուջետավորումն է, իրացվելիության լավ կառավարումն է ու նաև նորմատիվների, կարգավորողների պահանջների իրականացումը։ Ես երբեմն տենց ասում եմ, որ արագ մեքենա վարելը հեշտ գործ է, բայց եթե լավ արգելակներ չունես, հաստատ չես հաջողվի։ Այսինքն, եթե մեր աճը չի հիմնվում այդ իրացվելիության, ռիսկերի լավ կառավարման համակարգերի վրա,
դա հաջող չի լինի։ Դրա համար մենք տարիների ընթացքում ձևավորված համակարգեր ունենք, դեռ վարկային կազմակերպությունից եկած, շատ արագ այդ մեր փորձը օգնում է, որ տեսնենք շուկան, արագ արձագանքենք այդ փոփոխություններին ու միաժամանակ պահպանենք մեր ֆինանսական կայունությունը։ Ու սա մեր կառավարման մշակույթի մի կարևոր մասն է։ Ես էլ որպես ֆինանսական տնօրեն միշտ փորձում եմ այնպես անել, որ բիզնեսը համարձակ զարգանա, բայց այդ զարգացումը միշտ ունենա ամուր ֆինանսական հիմքեր։ Տիկին Հարությունյան, իսկ կանանց դերակատարությունը բանկում ինչպես եք գնահատում։ Եթե անկեղծ լինեմ, տարիների ընթացքում իմ վերաբերմունքը շատ փոխվել է այդ հարցում։ Երբ որ մի քանի տարի առաջ դուրս էի գալիս նախորդ աշխատավայրիցս, ինձ հարցրեցին, թե ինչի համար ես ամենաշատը փոշմանում։ Ես պատասխանեցի, որ մի հատ փոշմանում եմ, որ իմ ղեկավարության տարիներին ես տղամարդկանց եւ կանանց հանդեպ պահանջներս նույնն են եղել, երբեք չի տարբերակվել, ու ես իրոք այն ժամանակ մտածում էի, որ պրոֆեսիոնալիզմը սեր չի ճանաչում ու հենց վերաբերմունքն էլ պետք է նույն լինի բնականաբար։ Բայց այսօր մի քիչ փոխվել է, այդպես չեմ մտածում։ Իհարկե կանանց պրոֆեսիոնալիզմի մասին չի խոսքը, ես չեմ թերագնահատում, ընդհակառակը տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ լավ ղեկավարը բոլորին նույն ձևով չպետք է ղեկավարի, ինքը պետք է հասկանա, թե ինչ փուլում է գտնվում, ինչն է մոտիվացնում իրեն ու ինչ է պետք, որպեսզի ինքը ամբողջությամբ օգտագործի իր ներուժը, հատկապես կանանց մոտ դա շատ ցայտուն է ու կարևոր է, որովհետև կանեք հաճախ միաժամանակ մի քանի պատասխանատվություն ունեն, հա, մասնագիտական, ընտանեկան եւ մեծ ուժ է պահանջվում, որ այդ բոլորը հավասարակշռեն։ Եվ եթե հենց Ֆազբանկի մասին ասեմ, որ մենք շատ հավասար հնարավորություններ հարց չենք դիտարկում դա, սա մեր համար կարևոր դեր ունեցող թեմա է։ Արդեն ունենք Աֆիսարի կողմից տրված CDG ռեյտինգավորման B+ ռեյտինգը վարկանիշ ունենք, որտեղ կարևոր դեր է տրվում խտրականությունը, կանանց իրավունքներին, բայց անկեղծ ասեմ, այդ վարկանիշավորումը կամ թվերը չեն, որ կարևոր են։ Կարևորը որ դա ձևական չի մեր մոտ ու դա մշակույթի էլեմենտ է ու ես որպես հենց կին ղեկավար շատ ուզում եմ որ երիտասարդ աղջիկները կանեք տեսնեն որ մասնագիտական աճը հնարավոր է ղեկավարի մեծ պատասխանատվության հետ ընտանիքի հետ համատեղելը։ Մեր բանկում ամենամեծ պատասխանատվություններից մեկն էլ հենց սա էր, որ ստեղծենք այն միջավայրը, որ ոչ մի կին ստիպված չլինի կանգնել ու իր մասնագիտական աճի եւ ընտանիքի մեջ գնել կշեռքա, պետք է դա հնարավորություն ունենա համատեղել։ Ամփոփելով եւս մեկ հարց տամ, եթե 25-ամյա Գոհարին հնարավորություն ունենայիք տալ մեկ խորհուրդ, որը հետագայում նրան կփոխեր որպես ղեկավար, ապա ինչ խորհուրդ կտայիք։ 25-ամյա Գոհարը մտածում էր, որ լավագույն ղեկավարը այն մարդն է, ով ամենալավ որոշումներն է կայացնում։ Հիմա ես կասեմ, որ մի մտածիր, որ լավ ղեկավար լինելու համար պետք է ճիշտ պատասխաններ ունենաս, ամեն հարցի մեջ դու որոշում կայացնես։ Իհարկե կարևոր է որոշ ճիշտ որոշումներ կայացնելը հենց ղեկավարի համար, բայց ամենակարևորը դա հնարավորություն տալն է, որ քո ենթականները հնարավորություն ունենան ճիշտ որոշումներ կայացնեն եւ իրենք էլ մոտիվացված լինեն այդ որոշումների արդյունքում։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք զրուցում էինք Ֆազբանկի ֆինանսական տնօրեն, տնօրինության անդամ Գոհար Հարությունյանի հետ։